Բարև ձեզ հրապարակումն է եթերում, թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը նախ կարճ մի քանի տողով։ Առաջին բեռները Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենը գնացքով վերագործարկել է 3 տասնամյակ չօգտագործված ուղին։ 1 միլիարդ դրամը գերազանցող սուբվենցիոն ծրագրեր Դիլիջանում, համայնքում ակտիվ են նաև մասնակցային բյուջետավորման ծրագրերում։ 5 նոր ջրամբար Հայաստանի 5 մարզում ջրամբարաշինական մեծ ծրագրի մասին հարցազրույց տաղավարում։ Եվ պայքար ապօրինի շրջանառության դեմ, մաքսային ծառայողներին այդ գործում օգնում են նաև վարժեցված շները։ Ռուսական ցորենով բեռնված գնացքը 15 վագոնով ժամանել է Հայաստան, անցնելով Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով։ Բեռնափոխադրումների այս ուղին չէր գործում 1990-ականների սկզբից, վերականգնումը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության խթանման կարևոր քայլ է։ Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը, նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կայուն հեռանկարների ամրապնդմանը։ Ռուսական ցորենով բեռնված գնացքը 15 վագոնից բաղկացած շարժակազմով Ռուսաստանի Դաշնությունից ճանապարհվել էր նոյեմբերի 1-ին, նոյեմբերի 6-ի գիշերն արդեն այրում կայարանում էր, մեկնարկային կետից անցնելով մոտ 800 կիլոմետր ճանապարհ։ Ադրբեջանի տարածքով մոտ 680 կիլոմետր ճանապարհ անցնելով եւ Վրաստանի տարածքով մոտ 100-110 կիլոմետր ճանապարհ անցնելով բեռը կժամանի։ Սա կարևոր իրադարձություն է ընդհանրապես ենթակառուցվածքների դիվերսիֆիկացման եւ ապաշրջափակման համատեքստում։ Проблем при пересечении никаких не было. Սահմանային անցակետերում խնդիրներ չեն եղել, ոչ տեխնիկական, ոչ կազմակերպչական։ Ամեն ինչ կազմակերպվել է երկաթուղային հաղորդակցության ոլորտում գործող նորմատիվների շրջանակում։ Սա պատմական իրադարձություն է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի դիտարկումն է։ Ճանապարհը կանոնավոր օգտագործվել է մինչև 1991-ի սկիզբ, դրանից հետո անկանոն գրաֆիկով։ Վերջին վագոններն այս ճանապարհով Հայաստան են մտել 1993-ին, 3 տասնամյակից ավելի ուղղակի չի գործել։ Փաստացի, եթե հասնենք նրան, որ ի վերջո անխափան այս ճանապարհը գործի բոլոր ապրանքների եւ բոլոր երկրների համար, ապա Չինաստանը եւ Հայաստանը երկաթուղային ուղիղ կապով կկապվեն իրար հետ եւ Հայաստանը եւ Եվրոպան երկաթուղային կկապվեն։ Սա առանցքային նշանակություն է։ Քառորդ դարից էլ երկար չգործող ուղին նորից գործարկել հնարավոր է դարձել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում վավերացված համաձայնագրով։ Ըստ էության Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդեն գործնական ստարտն է, որը նպաստելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ինստիտուցիոնալացմանը։ Վերաբացված ճանապարհը, որը Հայաստանին հնարավորություն է տալու անխափան ընթացքով ապրանքներ ներմուծել եւ արտահանել, տնտեսության ոլորտում նոր ակնկալիքներ է բերում օրակարգ։ Տրանսպորտային այս ուղին նախնական գնահատականներով եւ հաշվարկներով տնտեսապես բավականին նպատակահարմար է, ավելի քիչ ծախսատար, հետեւաբար մեր երկրի մրցունակությունը էականորեն կավելացնի, մեր ապրանքների մրցունակությունը էականորեն կավելացնի եւ իհարկե Հայաստան ներկրվող ապրանքների գների վրա կունենա դրական առումով ազդեցություն։ Բնականաբար չենք կարող միանգամից ակնկալել, որ բոլոր այն ապրանքները, որոնք որ այս ճանապարհով կգան, կարող են միանգամից իրենց գինը իջնել, բայց որպես գործոն դրական ուղղությամբ է ազդելու գների վրա։ Ռուսաստանից Հայաստան ուղարկված ցորենը մասնավոր ընկերության բեռ է։ Էկոնոմիկայի նախարարը անկեղծացել է, հեշտ չէր աշխատել մասնավոր ընկերությունների հետ, քանի որ ընթացքի հրապարակայնությունը գուցեև խանգարեր process-ին, բայց աշխատանքն իրականացվել է, մասնավորից արձագանքները կառուցողական են։ Կան ընկերություններ, որոնք որ հետաքրքրված են երկաթուղով այլ ապրանքներ Հայաստան ներմուծելու, կան ընկերություններ, որոնք որ սպասում են նաև հնարավորությանը, որպեսզի ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնեն, այդ թվում Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, այսինքն այս առումով մեր մասնավոր հատվածը բավականին արագ արձագանքեց եւ իրականում իրենց համար սա շատ սպասված իրադարձություն է, շատ ռացիոնալ են գնահատում այս ամեն ինչը եւ փաստացի եկեք արձանագրենք, որ հաստատված խաղաղության առաջին տնտեսական արդյունքները, պտուղները մենք արդեն տեսնում ենք։ Նույն քանակի մոտ 1000 տոննա հացահատիկով բեռնված մի գնացք էլ Ղազախստանից է արդեն հասել Հայաստան։
1 միլիարդ դրամը գերազանցող սուբվենցիոն ծրագրեր Դիլիջանում կառավարություն համայնք գործակցությամբ։ Դասական սուբվենցիոն գործիքով հիմնանորոգվում են փողոցներ ասֆալտապատմամբ ու տուֆով սալարկմամբ։ Խոշորացված համայնքի բազմաբնակարան շենքերի բոլոր վերելակներն էլ փոխարինվում են նորերով։ Դիլիջանում կառավարություն համայնք քաղաքացի համատեղ ջանքերով այս տարի իրականացվում է 3 ծրագիր մասնակցային բյուջետավորման գործիքով։ Սրանք այն նախաձեռնություններն են, որոնք առաջարկել են բնակիչները, մյուսների կողմից ստացել հավանություն, ֆինանսական հարցերն էլ ստանձնել են համայնքի ղեկավարությունն ու գործադիրը։ Շատ ֆուտբոլ կխաղանք, որտեղ տղեկ մենակ մեր թաղի տղեկը կարելի ասել ֆուտբոլիստ են։ Առայժմ Նարեկն ու ընկերները խաղում են հարևան բակերում կամ որտեղ մի ազատ տարածություն են գտնում։ Անհամբեր սպասում են, երբ են ավարտելու իրենց բակի խաղահրապարակի շինարարությունը։ Այստեղ լինելու են ֆուտբոլի դարպասները, բասկետբոլի շթերը, վոլեյբոլի ցանցը։ Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակը կառուցվում է մասնակցային բյուջետավորման ծրագրով։ Սա նշանակում է, որ կառավարությունն ու համայնքը բարեփոխումների ենթակառուցվածքների զարգացման գործընթացներում կարևորում են նաև բնակիչների ցանկությունը։ Ներկայացվել էր 8 հայտ, որոնցից ընտրվել էր 3-ը։ Մենք փորձում ենք մեր աշխատանքներին հետևողական լինենք եւ որակը մեզ համար խստիվ կարևորագույնն է։ Խաղահրապարակի կառուցման նպատակով համաֆինանսավորումը կազմել է ավելի քան 15 միլիոն դրամ։ Շինարարությունն ավարտական փուլում է։ Բնակիչների առաջարկով է հիմնանորոգվում նաև Դիլիջանի հին թաղամասերից մեկում գտնվող մշակույթի կենտրոնը։ Կառուցվել է 1970-ականների սկզբին եւ արդիականացման կարիք ուներ։ Այստեղ կտեղակայվի նաև քաղաքային գրադարանի մասնաճյուղը։ Նորոգված կենտրոնի շինարարության ավարտին անհամբեր սպասում են հատկապես տարեց բնակիչները։ Այստեղ պիտի հանդիպեն միմյանց, կազմակերպեն իրենց ժամանցը։ Բնակելի թաղամասերն իրար կապող կամուրջն էլ պատանիների դպրոց տուն ճանապարհն ավելի անվտանգ դարձնելու համար է։ Վերջին շրջանում ինքնաշեն 5 կամուրջով բոլորը չէ որ համարձակվում էին անցնել։ Դիլիջան համայնքում ակտիվ ընթացքում են նաև այս տարվա սուբվենցիոն ծրագրերը։ Մի քանի փողոցներում հիմնանորոգման ու մայթերի կառուցման աշխատանքներ են իրականացնում։ Բարեկարգում ասֆալտապատում են նաև բակային հատվածները։ Քարուքանդ այս ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունն ու համայնքը մոտ 900 միլիոն դրամ են ծախսել։ Այս տարածքում ապրում եմ 1983 թվականից։ Շենքը ստացել ենք, սարքել են, դրանից հետո ոչ մի բարեկարգում չենք տեսել։ Վիճակը շատ վատ է ելել, ասֆալտ-բետոնով կատարվում է հարթեցման աշխատանք, որից հետո կատարվի լուկելի բարձրացում, նրանից հետո արդեն վերին շերտի տեղադրում 5 սանտիմետր ասֆալտ-բետոն։ Վաղուց էր պետք եւ վերջապես հին ու մաշված վերելակների ժամանակը կավարտվի։ Դիլիջանում մեկնարկած սուբվենցիոն 4 ծրագրից մեկը բազմաբնակարանների հին վերելակների փոխարինումն է նորով։ 245 միլիոնից ավելի են ծախսել, որ արդիականացնեն բոլոր բազմաբնակարանների 15 վերելակները։ Բազմաբնակարան շենքերը կառուցելուց այդ ժամանակ տեղադրվել է եւ երբևիցե չի փոխվել, առաջին անգամն է որ փոխում ենք, ամբողջական բյուջեն կազմում է 1 միլիարդ 100 միլիոնի մասով։ Հաղարծին գյուղում էլ 6 փողոց են հիմնանորոգում, սկսել են հենապատերից։ 1.7 կիլոմետր երկարությամբ փողոցներում նախ ջրագծերն ու կոյուղիները կարդիականացնեն, հետո կանցնեն տուֆապատմանը։ Գյուղական կոլորիտը պահպանելու համար հենապատերը կառուցում են հատուկ շարվածքով։ Քարը մեր տեղական քարն է, քարի հենց այս քարը մենք ընտրել ենք համայնքապետի հետ միասին, որոշել ենք, որ էսի ավելի սիրուն կլինի, մեր գյուղին ավելի լավ կլինի, ու ինքը թանկարժեք քար է եւ աշխատանքն է շատ թանկ եւ դժվար ճարվող քար է։ Սկսած տրանսպորտից, աղբահանության տեխնիկաներից, հանրային տրանսպորտի ավտոբուսներից, այսինքն բնակավարները տարատեսակ են եղել ու մեր կատարված աշխատանքների գրեթե 50%-ը տրամադրում է կառավարությունը, որը որ եւ շնորհակալ ենք եւ առանց կառավարության աջակցության համենայն դեպս նման ծրագրեր, նման մասշտաբի ծրագրեր իրականացնել անհնար է։ Այս տարվա որոշ սուբվենցիոն ծրագրեր կտեղափոխվեն հաջորդ տարի։ Համայնքապետարանում քննարկում են դրանք 2026-ի ծրագրերի հետ համընթաց իրականացնելու ուղիները։ 5 նոր ջրամբար Հայաստանի 5 մարզում ջրամբարաշինական մեծ նախագծի մասին ենք խոսելու տաղավարում, այստեղ է ջրային կոմիտեի ղեկավարը։ Պարոն Ղալամքարյան, հանրային ներդրումների կոմիտեն հավանություն տվեց այս նախագծին, ընտրվեցին 5 հասցեներ, որոնք են այդ հասցեները ու ինչ գործոններ ազդեցին այդ հասցեների ընտրության համար։ Հանրային ներդրումային կոմիտեն հաստատեց 5 տարբեր մարզերում 5 ջրամբարների կառուցումը։
Դրանք կկառուցվեն վարկային միջոցներով, ընտրվել են հետևյալ մարզերը եւ հետևյալ ջրամբարները։ Ուրեմն Քասախի ջրամբարը Արմավիրի մարզում, Ելփինի ջրամբարը Վայոց ձորում, Լիչքի ջրամբարը Սյունիքի մարզում, Արթիկի ջրամբարը Շիրակի մարզում եւ Աստղաձորի ջրամբարը Գեղարքունիքի մարզում։ Ասեմ, որ կառավարության ծրագրում եւ կառավարության տեսլականում կա ջրամբարաշինությունը որպես առաջնահերթություն եւ ծրագրում ընդգրկված են առհասարակ 15 ջրամբար, որոնց պիտի ավելանան եւս 3-ը, այդ ուղղությամբ աշխատում ենք Ասիական զարգացման բանկի հետ, եւ մեկ հեռանկարային, բայց շատ խոշոր ջրամբարի նաեւ գաղափար կա, դա Եղևարդի ջրամբարն է, որը դեռ խորհրդային տարիներից սկսել է կառուցվել եւ անավարտ է մնացել։ Եվ այսպես այս 15 + 3 + 1 ջրամբարներից ընտրվեցին այս առաջին 5-ը, որովհետեւ հաշվի են առնվել հետևյալ գործոնները՝ թասի արկայությունը, բնական թասի արկայությունը, ջրի արկայությունը, այսինքն ջուր խնայելու հնարավորությունը, եւ նաեւ երկրաբանական այնպիսի հատակ ունենալու տարբերակը, որ ֆիլտրացիան քիչ լինի, այսինքն ջրի կորուստ քիչ լինի։ Հուսանք եւ նաեւ համոզմունք կարող եմ հայտնել, որ այս կետում կանգ չենք առնելու, շարունակելու ենք։ Դրան նախորդել է դաշտային աշխատանքներ, փաստորեն։ Դրան նախորդել են ոչ միայն դաշտային աշխատանքներ, դրան նախորդել են նախահաշվային մի հսկա փաթեթի կազմում, մոտավորապես որքան ջուր հնարավոր կլինի խնայել այս ռեզերվուարներում եւ ինչքան մոտավորապես կարժենա։ Մոտավորապես կարժենա 43 միլիարդ դրամ, ընդհանուր կստացվի ամբարել 18 միլիոն խոհանարդ մետր ջուր, ասեմ, որ 40 բնակավայր լինելու է շահառու այս ծրագրի եւ ուղղակիորեն եւ անուղղակիորեն 735,000 բնակչի կյանքում պիտի փոփոխություն տեղի ունենա այս 5 ջրամբարների կառուցման արդյունքում։ Հաշվարկները արվել են ելնելով պահպանողական սցենարից։ Ինչ նկատի ունեմ։ Նախ հողատարածքները պարզ են, նրանք, որոնք գոյություն ունեն, ավելի լավ են ոռոգվելու, ավելի կանոնավոր, ավելի բավարար, ծավալի ջրով եւ այլն, իլրումն դրա ունենալու ենք լրիվ նոր հողատարածքներ, որոնք ավելանալու են։ Բայց մշակաբույսերի առումով հաշվարկը արվել է կոնսերվատիվ ձևով, այսինքն հաշվել ենք այն մշակաբույսերը եւ այն ռեժիմները եւ այն տեխնոլոգիաները, որոնք այս պահին տվյալ տարածաշրջաններում կիրառվում են։ Այսինքն, որպեսզի պատկերավոր լինի, Դիցուկ Աստղաձորի ջրամբարը, այնտեղ մշակվում է կարտոֆիլ։ Հաշվարկները արվել են այնպես, որ պիտի շարունակվի կարտոֆիլի մշակումը, բայց չի բացառվում եւ մենք հույս ունենք եւ գրեթե համոզված ենք եւ գյուղատնտեսության մեր դինամիկան դա է ցույց տալիս, որ մենք կունենանք բազմաթիվ տարածքներում ավելի խնայողական ոռոգման տեխնոլոգիաներ, կունենանք ավելի նոր մշակաբույսեր եւ դրա հետևանքով այդ ծախս եւ արդյունք հարաբերակցությունը կփոխվի իշա արդյունքի։ Մի քանի անգամ նշեցիք խնայողական ու ապերի, այսօր ինչ խնդիրների ենք բախվում ընդհանուր ջրի ռեսուրսների կառավարման իմաստով ու ինչպես անելիքներ կան այդ ուղղությամբ։ Խնդիրները հսկայական են, անելիքները համապատասխանաբար հսկայական են։ Ավելի շատ։ Ավելի շատ։ Իհարկե մենք չենք պատրաստվում բավարարվել եղածը պահպանելով, պիտի զարգացնենք, պիտի դրական դինամիկա ունենանք։ Դե հանրահայտ փաստ է, որ ենթակառուցվածքները մաշված են։ Հանրահայտ փաստ է, որ մենք ունենք նաև կառավարման որակի խնդիր։ Այսինքն մենք ունենք կորուստներ, որոնց մի մասը այո ենթակառուցվածքների անբավարար լինելու հետևանքով են, ջուրը A կետից B կետ հասցնելու, բայց նաև ունենք խնդիրներ կառավարման ոլորտում եւ մասնավորապես չափագրման եւ գույքագրման առումով։ Այս բոլոր տեսակետներից մենք վճռական ենք իրականացնելու համապատասխան բարեփոխումներ։ Դրանք կպահանջեն որոշակի ժամանակ, բայց դրանք անելը, դրանք իրականացնելը օրախնդիր է եւ նաեւ մենք ունենք վարչապետի հանձնարարականը, որ մենք պիտի անբարենք ջուրը բոլոր այն վայրերում, որտեղ դա հնարավոր է։ Բայց այս հարցում ինչ վերաբերում է բարեփոխումներին ու նաեւ ռազմավարական զարգացմանը, ես ուզում եմ մի շատ կարեւոր հանգամանք շեշտադրել, դա մեր մտածելակերպի եւ վարքագծի փոփոխությունն է։ Տեսեք, կառավարությունը իր կողմից հսկայական միջոցներ է հատկացնում, բայց մենք պիտի ունենանք նաև դիմացից
մեզ ընդառաջ եկող հասարակության յուրաքանչյուր անդամ։ Ինչ նկատի ունեմ։ Մենք պիտի մի պահ կանգ առնենք ու գիտակցենք, որ ջուրը շատ թանկարժեք ռեսուրս է, հատկապես այսօր եւ հատկապես ապագայում, եւ հատկապես որ մենք վերջին 10-20 տարիներին արդեն իսկ ունենք բնական ռեսուրսների նվազում, եւ դա նաեւ տեղումների նվազած քանակների պատճառով է, գիտեք, գլոբալ տաքացում եւ այլն։ Պիտի հասարակության յուրաքանչյուր անդամ նաեւ իր մտածելակերպը փոխի ու նաեւ վարքագիծը փոխի ջուր խնայելու առումով։ Դա վերաբերում է թե ոռոգման ջրին, թե խմելու ջրին։ Նորագույն տեխնոլոգիաներ, ավելի սրտացավ վերաբերմունք ջրին։ Մեր երկրից եւ մեր լեքսիկոնից պիտի դուրս գա այդ ջրի գնով արտահայտությունը, որը որ իբր համարժեք է գրեթե անվճարին կամ շատ ցածր գնին։ Մենք լինելով քիչ թե շատ ջրով ապահովված երկիր, միևնույն ժամանակ պիտի հասկանանք, որ սա մեր շատ թանկ ռեսուրսն է, որի վրա պիտի դողանք, բառից բուն իմաստով, ու այստեղ յուրաքանչյուր քաղաքացու անելիքը կա։ Պարոն Ղալամքարյան, վերջերս ավարտվեցին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նոր կառուցված ջրամբարի շինարարական աշխատանքները, խոսքը Վեդու ջրամբարի մասին։ Այստեղ մոտարապես որքան ջուր հասցրեցինք կուտակել, եթե կուտակել ենք, ընդհանուր մեր ռեզերվուարներում այս պահին որքան է ջուր ամբարված։ Վեդու ջրամբարում այս պայդրությամբ դեռևս 1.2 միլիոն խոհանարդ մետր ջուր է ամբարված, այս process-ը կտևի եւս 2-3 տարի, մինչեւ որ մենք կունենանք ջրի բավարար ծավալ, որ ոռոգման նպատակներով դա օգտագործենք, համարվում է, որ Հայաստանում փոքր, միջին եւ մեծ ջրամբարների քանակը 80 է, տարբեր գնահատականներով այդ թիվը մի քիչ տարբերվում է, բայց այսինքն 80 ջրամբարներում մենք կուտակում ենք մոտավորապես 1 միլիարդ խոհանարդ մետր ջուր։ Բայց եղանակային պայմաններից ելնելով ջրի ծավալները բավականին տարեց տարի կարող են փոփոխվել։ Այսպես դες ասեմ, հոկտեմբերի դրությամբ 12 խոշոր ջրամբարներում մենք ունեցել ենք 800 միլիոն խոհանարդ մետր։ Բայց մի բան էլ ասեմ, հաճախ սոցցանցերում այդ թեման շահարկվում է, որ վայ, տեսեք, Ապարանի ջրամբարում ջուր չկա, տեսեք, Ազատի ջրամբարում ջուր չկա։ Ջրամբարների բուն իմաստը այն է, որ այդտեղ ջուրը կուտակվի ձմռան գարնան ամիսներին եւ օգտագործվի ուշ գարնան եւ ամռան եւ վաղ աշնան ամիսներին ոռոգման նպատակներով։ Այսինքն կոչ եմ անում մեր քաղաքացիներին, երբ որ այդպես ապոկալիպտիկ տոնայնությամբ տարածում են տեսանյութեր եւ լուսանկարներ, մի պահ հասկանալ, ըմբռնել, թե ինչու է տվյալ ջրամբարը դատարկվել։ Դատարկվել է, որովհետեւ օգտագործվել է ըստ նշանակության։ Շնորհակալ եմ, պարոն Ղալամքարյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիմա արգելված նյութերի ապօրինի շրջանառության բացահայտումների մասին։ 7.5 կիլոգրամ մարիխուանա, 88 կիլոգրամ հաշիշ, 15 կիլոգրամ մետամֆետամին, հոգեմետ դեղեր, թմրադեղեր։ Սա մաքսանենգության դեմ պայքարի վարչության 2025 թվականի առաջին 9 ամսվա հայտնաբերածի կարճ վիճակագրությունն է։ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները հսկողություն են իրականացնում Հայաստանի օդային ու ցամաքային անցակետերում, մաքսային հսկողության գոտիներում։ Զարտուղի ճանապարհներով չթույլատրված իրեր, նյութեր ներկրողներին արագ հայտնաբերելու համար մաքսային ծառայողներն անընդհատ անցնում են վերապատրաստման ծրագրեր։ Նրանց այդ հարցում օգնում են հատուկ վարժեցված շները, որոնք ի դեպ կարողանում են զանազան թաքստոցներից ծխախոտային արտադրատեսակներ ու թղթադրամներ հայտնաբերել։ Տեղում Ձեռքի մեկ շարժումով աշխատանքը սկսելու հրահանգը տրված է Մարիամ Չագդուետը 1.5 ամսվա համատեղ գործակցությունից հետո առաջադրված խնդիրը չթույլատրված իրեր, նյութեր գտնելը արդեն կարողանում են լուծել։ Հոպրիմ տղեն, սուպեր։ Ինքն հարմարվել է ինձ, ես հարմարվել եմ իրան, փորձել ենք իրար հասկանալ։ Թաթերի միջոցով ինքը ցույց է տալիս, որ այդտեղ ինչ-որ մի բան կա։ Մարիամը կես տարի առաջ որոշեց իրավագիտության ոլորտից անցնել մաքսային ծառայության, առաջիններից էր, որ հաջողությամբ անցավ Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի նոր դասընթացն ու հիմա սկսել է աշխատանքը նախ 6 ամսյա փորձաշրջանով։ Դասընթացները տևել են 2 շաբաթ, շատ արդյունավետ կերպով, որից հետո մենք քննություն ենք հանձնել, ստացել ենք սերտիֆիկատ ու դրանից հետո մեր նշանակումները տեղի են ունեցել։ Ուսումնական առաջին շրջափուլը հաղթահարել է 14 մասնագետ, 13-ն արդեն անցել են աշխատանքի, մի մասը մշտական ծառայության մեջ են ագարակում, մյուսները Երևանի մաքսային հսկողության գոտիներում։ Շնագիտական կենտրոնը հիմա նաև զարգացած օտարական համակարգով ու հատուկ վարժանքներ անցած 26 չորքոտանի ունի, պատրաստ գտնելու մաքսանենգ չթույլատրվող իրեր։
Կենտրոնում հիմնականում աշխատում էին Մալինոա ցեղատեսակի շներ, այս պահին ունենք լաբրադորներ, ունենք կոկեր սպանիել, գերմանական հովաշուն, մենք աշխատում ենք նաև իրավապահ այլ ստորաբաժանումների հետ Հայաստանի Հանրապետության եւ թմրանյութի մասով խուզարկություններին ենք մասնակցում։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն այդ թվում վարժեցվածների օգնությամբ այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում կարողացել են հայտնաբերել մոտ 7.5 կիլոգրամ մարիխուանա, 88 կիլոգրամ հաշիշ, 15 կիլոգրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ, նաև կոկային, հոգեմետ, հոգեներգործող դեղեր։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները անկախ ստորաբաժանումից, այսինքն թե շնագիտական բաժնի, թե վերլուծական, թե մյուս աշխատակիցները պարբերաբար թե Հայաստանում եւ թե արտերկրում անցնում են վերապատրաստումներ, ծանոթանում են նոր տեխնոլոգիաներին, մեթոդներին, մաքսանենգների կողմից նոր զարտուղի ճանապարհների օգտագործմանը, նոր թաքցման միջոցներին, որոնք որ հետագայում արդեն կիրառվում են առօրյա աշխատանքում։ Շնագիտական կենտրոնում հիմա բացի թմրանյութերի հայտնաբերումից հմտանում են նաև տարբեր հավանական ու անհավանական թաքստոցներից ծխախոտային արտադրատեսակներ, թղթադրամներ գտնելու, բացահայտելու ուղղությամբ։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, Arm Govege-ում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։